Էսի կամ մեր վերջն է լինելու, կամ իրանց վերջն է լինելու։ Աստծուն այսպես տաճարներ պետք չեն, իրանցպես անաստվածներով հանդերձ։ Վճռական են տրամադրված Գյումրիում, լարված սպասում են Կիրակնորյա պատարագին։ 7 վերքում է այս անգամ կամենում ծնկի գալ Փաշինյանը, չի կամենում լսել վեհափարի անունը պատարագչի շուրթերից։ Էսի վերջերը մեր ազգային վերջերն են, 7777 վերք ունենք մենք արդեն ազգովի, ու էսի մեր վերջերն են։ Իրանք նոր են հիշել, հա, երևի տաճարները, կամ այս 7 տարի չէին հիշել, այսպես նախընտրական շրջանում հիշեցին տաճարները կամ քահանաների հետ խնդիրները։ Մենք մեռած պիտի լինենք, որ իրանք մասնակցեն։ Ուրեմն մենք արդեն մեռել ենք։ Այդ անաստվածները չեն մասնակցի այս տաճարում ոչ մի արարողության։ Գյումրեցիների խոսքով Փաշինյանը չէ, որ պետք է մաքրի եկեղեցին։ Եկեղեցու նորոգման օրակարգը պատարագը աղճատելով չեն առաջ տանում, ասում են մարդիկ։ Անաստվածները Աստծուց խոսելու իրավունք չունեն։ Մեր նույն եկեղեցին ասել է՝ մի շանանա, մի կողանա, մի սպանի, մի խապիր, մի ուրանա, ու իրանք ուշանացել են, խապել են, ուրացել են, ու այսօր այդ շանացող, ուրացող, դավաճանող, սպանող կողերը Աստծուց խոսան, Աստծու տուն մաքրելուց խոսան, եթե իրանցպես անաստվածները չմտնեն մեր տաճարները, մեր տաճարները մաքրելու կարիք չի ունենա, բայց այսօր կարիք ունի մեր տաճարը մաքրելու ու նման տագանքներից, ու մենք մաքրելու ենք, էսի իմ տաճարն է, այստեղ ես եմ օձը, ու նման անաստվածները այստեղ ոտք չեն տանի։ Անվտանգության ծառայողներով շրջապատված Փաշինյանի ներկայությունը չի խանգարելու հավատավոր ժողովրդին դեկտեմբերի 7-ին պատարագի մասնակցել 7 վերք եկեղեցում, ասում են քաղաքացիները։ Այո, իհարկե կմասնակցեմ, ես իմ առաքելական եկեղեցու հետնորդն եմ, անպայման պատարագին կմասնակցեմ, միայն վատը գիտեք որն է, սպասում եմ, որ նորից պետք է տեխնիկային այդ շոուն ներկայացումը սարքեն ամոթ է, ամոթ։ Գյումրեցիներն ասում են անգամ խորհրդային շրջանում այդ սրբավայրի դռները չեն փակվել հավատացյալների առաջ, չեն կարծում, թե Փաշինյանի թիկնապահները կհամարձակվեն արգելել մարդկանց մուտքը եկեղեցի։ Թող գա, թող մտնի մեր եկեղեցին։ Մեր եկեղեցին սովետական կարգերի ժամանակ 70 տարի երբեք չի փակվել նաև երկրաշարժը։ Ես ուզում եմ, որ մտնի եկեղեցի, գուցե խիղճ արթնանա, գուցե դարձի գա։ Եվ Աստված նրան դատավոր։ Ինքը այնքան մեղքեր է գործել ազգի նկատմամբ, այնքան պղծել է ամեն ինչը, եւ մշակույթն է պղծել, եւ եկեղեցին մտավ վերջնական մնացել է, եկեղեցին պղծել է, եւ դպրոցն է քանդել, եւ երկիրն է քանդել, եւ հողն է քանդել է մեր խիղճը, մեր հավատքը, մեր կրոնը, մեր մշակույթը քանդել է ինքը քանդարար է։ Քաղաքացիների մի մասն էլ Փաշինյանի սպասվող ներկայության պատճառով որոշել է 7 վերք չգնալ դեկտեմբերի 7-ին։ Թող գա, ինչ ուզում է անի, ես չեմ մասնակցել։ Դժգոհենք իրանից, ես ընտրել եմ, բայց էլ չեմ ընտրել, էլի կսեմ մեր գյուզալական քաղաքապետին, ինչի ինքը բռնել տվեց, ինչի համար, ինչ հանձակի համար այդ մարդուն, ինքը շատ վատ բաներ կանի։ Շատ վատ բան է ըստ գյումրեցիների պատարագի տեքստից կաթողիկոսի թեմի առաջնորդի անունները հանելը, այն որ պատարագը խմբագրելու առաջարկ է եղել քահանաներին, հաստատում է նաև Տեր Հուսիկ քահանա Գրիգորյանը։ Շիրակի թեմի քահանաներին հաստատորեն առաջարկություն եղել է, բայց բոլորը մերժեցին եւ բոլորը մերժեցին ոչ թե պատարագ մատուցելը, այլ մերժեցին, որ զեղչեն պատարագը, այսինքն վեհապար Հայրապետի անունը պիտի տան եւ նաեւ պիտի տան թեմի առաջնորդի անունը, որովհետեւ դա պատարագի անփոխվող, անխորդ, չփոխվող վիճակի դրությունն է, այսինքն մենք պատարագը ամբողջական տեսնում ենք ճիշտ ձևը դա։ Հետևաբար պատարագը մեր մոտ որ մատուցում ենք, նշանակում է թե մատուցում ենք ըստ հավուր պատշաճ։ Ըստ կանոնական ձևի Կիրակնորյա պատարագը մատուցելու է Տեր Շիրակ ավագ քահանա Առաքելյանը, որը չի պատրաստվում զեղչել Գարեգին II Միքայել Սրբազանի անունները։ Գիտենք, որ հայտարարություն կար նաև դրանից առաջ, որ կմասնակցի երկրի վարչապետը միայն այն տեղերում, որտեղ որ Հայրապետի անունը կզեղչվի։ Հիմա այդ տրամաբանությամբ այստեղ պիտի չմասնակցել, որովհետև այստեղ պատարագը մատուցողը չէր զեղչելու վեհապար Հայրապետի եւ առաջնորդի անունը։ Ուրեմն կան բաներ, որոնք որ դեռ պարզ չեն մեզ համար,
Իր հետ հավատարիմ քահանա կամ սրբազան կբերի Նիկոլ Փաշինյանը Գյումրի։ Տեր Հուսիկը չգիտի, այլ քահանա պատարագ մատուցելու իրավունք չունի, եթե չի ստացել թե մի առաջնորդի թույլտվությունը, եկեղեցու հոգևոր սպասավորների արտոնությունը։ Մենք իրավունք չունենք մեր ծառայության վայրը լքելու։ Եթե իհարկե որևէ մեկը բռնի չտեղահանի, բնականաբար մենք մեր ծառայության վայրը իրավունք չունենք լքելու։ Դա տասալեկության պես մի բան է։ Բռնի տեղահանել եկեղեցուց արդեն դա էլ զարմանալի չէ քահանայի համար։ Իրենք պատրաստ են պայքարի։ Հոգևորականի համար պայքարը զորացնող է։ Լիլիթ Խալաթյան, Ալեքսան Սարգսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։